որը որ շատ բարձ երևում է այդ ամեն ինչ։ Խնդրեմ ասել։ Պարոն Դանիելյան, կխնդրեի հստակեցնել ավելի բարձ, Հայաստան դաշինքի ծրագրում Արցախի դեօկուպացիա լինելու է, թե ոչ։ Ես կրկնում եմ, ամբողջ բանակցային փաթեթը կամ այն ինչ որ մենք պլանավորում ենք, բարձա որ տեսախցիկների աչքի առջև եւ գիտեք որ այս ինչ որ մենք նկարահանում ենք, ինչ որ մենք գրում ենք կամ ինչ որ մենք խոսում ենք, բարձա որ ադրբեջանցիներն են ուշի ուշով հետևում, ես նորից մեկ անգամ եւս ասում եմ, բանակցային եղանակով բանակցային գործընթացով մենք կարող ենք ապահովել առաջին հերթին արցախցիների վերադարձի հարցը, որը որ ընկալելի է, որը որ մենք կարող ենք առաջին փուլում անել։ Մնացածը կներեք, դա մենք մարտավարությունից ելնելով մնացած բաները մնացած հարցերը քննարկման Գնեք մի բան էլ հստակեցնեմ, ինչ կարգավիճակով Արցախ ինքնավար, անկախ հանրապետություն, ինչպես է դա լինել։ Իրոմանի թողեք պատասխանի։ Ուրեմն ես եւս մեկ անգամ կրկնում եմ, կան գործիքակազմեր, որոնք այդ գործիքակազմերը բանակցային գործընթացի ընթացքում կարող են կիրառվել եւ ինչպես եք պատկերացնում։ Մենք շատ լավ պատկերացնում ենք այդ հարցը եւ այդ հարցի լուծումը տվողը մենք ենք։ Հիմա որ օրինակ 90-ական թվականներին գնայիք եւ հարցնեիք Ռոբերտ Քոչարյանի թե ինչպես եք պատկերացնում որ միայն Ստեփանակերտն է մնացել իր հարակից տարածքները, ոնց եք պատկերացնում Արցախի ազատագրումը կամ ոնց եք պատկերացնում այս հարցի լուծումը, բնականաբար այդ ճանապարհային քարտեզը ոչ ձեզ, ոչ էլ ինձ ասելու են կամ որևէ մեկը բանը։ Կրկնում եմ, մենք այն ուժն ենք, որը միշտ էլ պահել է Արցախի շահերը, Արցախի իրավունքները, Արցախահայերի իրավունքը, մեր ընկերներն են Արցախի համար իրենց կյանքը տվել, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահն է եւ Արցախի առաջին նախագահն է, որը որ իր փորձով, իր կարողություններով, իր գիտելիքներով դուք սրանից առաջ էլ ասեցիք, հարց տվեցիք, ասեցիք կոնկրետ արցախցի լինելու հանգամանքը, չէ՞։ Ինչա կարծում եք, որ մենք որ արցախյան ծագում ունենք, մեր սիրտը չի ցավում կամ մենք չենք ուզում Արցախ առաջ վերադառնալու։ Չէ, կրկնում եմ, այդ մենք մեր հարազատների, բարեկամների շիրիմները Արցախում են։ Կոնկրետ իմ մասով էլ ասեմ ես, որպես ծագումով արցախցի, իմ հարազատների շիրիմները ինձնից իմ տեսանկյունից եմ ասում, ինձնից ավելի շատ, ինձ համար եմ ասում, միգուցե դա բան անպագորգոր հնչի կամ ճիշտ չհնչի, ինձնից ավելի շատ Արցախ ոչ մեկ չի ուզում վերադառնալ։ Դրանով թեման սահմանափակ Պարոն Դանիելյան, խոսում ենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, բայց դուք նաև զուգահեռ Ես այդ հարցի պատասխանը տվեցի ուրիշ Ես այդ հարցի պատասխանը տվի, այլ հարցերի պատասխանը, եթե կա ուրիշ հարցեր, այո, ես ունեմ դուք Պարոն Դանիելյան, Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ասում էր, որ մենք սոցհարցումներ կանենք, կտեսնենք ով է մեզնից բարձր վարկանիշ ունեցողը եւ նրան կառաջադրենք վարչապետի թեկնածու։ Հետո մենք պարոն Քոչարյանի այդ հայտարարությունից հետո հանրությանը ձեր աջակիցներին բաց որևէ բան չներկայացրեցիք եւ մեկ հոբ հայտարարեցիք, որ երկրորդ նախագահը վարչապետի թեկնածու է։ Ես խնդրեմ ասել, ինչ գործընթաց է եղել, ում թեկնածություններն է դիտարկվել եւ ում միջև է պայքարը եղել։ Մենք ունենք ներքին հարցումներ եւ այդ հարցումները ցույց են տալիս, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը ամենամեծ վստահելիություն ունի եւ Հայաստան դաշինքում եւ նաեւ ընտրական process-ների ընթացքում դուք էլ ականատեսը կլինեք, որ Հայաստան դաշինքը շատ ծանրակշիռ արդյունք է գրանցելու եւ այդ առումով Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը քաղաքական գործիչների շրջանում Հայաստան դաշինքի
ֆորմատի մասին է, ամենաբարձր վստահելիությունը ունի Հայաստան դաշինքի շրջանակներում։ Դե եթե մենք մեր տեխնացում պետք է առաջադրենք ու մնացած կուսակցությունների առաջի համար ինչ ենք հարցում անելու։ Եվ գնեք պարոն Դանիելյան, օրինակ ինչպես է մեխանիզմն եմ ուզում հասկանալ։ Մի քանի տեխնացու է ընտրվել եւ որոշվել է նրանցից ով լինի արդյունքում պարոն Քոչարյանին է նախապատվությունը տվել, թե միանգամից միայն պարոն Քոչարյանի տարբերակն է քննարկվել։ Պարոն Քոչարյանի տարբերակը չեն քննարկել, Հայաստան դաշինքի հարցում են արել եւ Հայաստան դաշինքի ամենաշատ տոկոսները հավաքել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Դանիելյան, ամեն դեպքում նայեք, դուք ասում եք հեղինակությունն ունի Ռոբերտ Քոչարյանը, իշխանությունը այսպես մեկ ասում են չեն անցնելու խորհրդարան, մեկ ասում են Գյումրի 2 թույլ չենք տալու եւ հիմա հատկապես ամսի 16-ի հետ շնորհանդեսից հետո, երբ վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն էր, այսպես ոչ միայն իշխանության կողմից, այլ նաեւ ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից կատաղի այսպես պայքար է սկսել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ինչու դուք դրա պատճառները գիտեք, թե ոչ։ Իրենք էլ ունեն իրենց հարցումները եւ այդ հարցումների արդյունքում իրենք որևէ մի կերպ չեն կարողանում մեծամասնություն կազմել։ Իշխանություն։ Այո, իշխանությունները եւ այդ ջղաձգումները այս տարբեր, չգիտեմ, իրենց այս օպերացիաները որ կա ճակերտավոր հենց արվում է դրա համար։ Իրենք հասկանում են, որ առնվազն կա մի քանի ուժ, որոնց թվում նաև Հայաստան դաշինքն է, որը որ շատ ծանրակշիռ քվեները հավաքում այս պահի դրությամբ։ Վաղը մյուս օր դա կլինի 50+1, թե չի լինի, կախված է ընտրական process-ներից, կախված է քարոզարշավից, կախված է թիմերից եւ այլն, շատ այլ հանգամանքներից։ Բայց այն, որ անգամ ծիծաղելի է այդ 8%-ի մասին ասելը, դուք օրինակ ոնց եք պատկերացնում, եթե մենք վստահ չլինենք, որ 8%-ը կհաղթահարենք, մենք դաշինքով հանդես կգանք հարց։ Իհարկե մենք վստահ ենք, որ ոչ միայն այդ 8%-ն ենք հաղթահարելու, այլ մի քանի անգամ ավելի շատ էլ, այսինքն դա բազմապատկեք, չգիտեմ, 3-ով կամ միգուցե ավելինով եւ դա ելի եմ ասում կախված է հենց ընտրական գործընթացներից։ Այն որ հիմա նաեւ մենք տարբեր հանդիպումներ ենք ունենում մարզերում, ես ուզում եմ ձեզ ասել, որ նաև ներողություն եմ խնդրում բոլոր մեր հայրենակիցներին, որոնք որ ստիպված են նաև դուք նշեցիք համալիրում հանդիպումը, ուրիշ էլի հանդիպումներ են շատ եղել տարբեր մարզերում, անգամ նստատեղերը չեն բավարարել, այս տոտալ այս իշխանությունների կողմից, որ չեն էլ ուզում անգամ դահլիճ տրամադրել Հայաստան դահլիճին, Հայաստան դաշինքին դահլիճ տրամադրել, այդ մարդիկ ոտքի վրա են եղել կամ միջանցքներում են եղել։ Եվ ես կարծում եմ, որ սա հենց այն ցուցիչն է, դուք տեսաք, որ անցած կիրակի էր նաև աշտարակում էր հանդիպում եղել, դրանից առաջ Գյումրիում, Մարտունիում, տարբեր դուք տեսել եք եւ առաջիկայում էլ դրա ականատեսը կլինեք, ժողովուրդը շատ լավ է ընդունում, մենք վստահ ենք եւ որևէ այդ առումով որևէ խնդիր չենք տեսնում։ Պարոն Դանիելյան, հանդիպումներ սպասվում են քաղաքացիների հետ։ Իշխանության պես օրինակ ուղիղ եթերում գնա։ Մենք ուղիղ եթերում չենք։ Չէ, պարոն Քոչարյանը, Հելնի փողոց, մարդկանց վեշերը հանի վերև, տենց Աշտարակի հանդիպումը ուղիղ եթերում չէր։ Կամ համալիրի հանդիպումը ուղիղ եթերում չէր, կամ ուրիշ հանդիպումներ էլի։ Չէ, շրջի փողոցներով։ Դա ասում չեն կարող իրենց Ցանկացած մարդ ինքն է որոշում իր քարոզչության եղանակներն ու մեխանիզմները։ Հիմա տեսեք էլի, ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը խնդիր չունի, ինքը տարբեր միջոցառումներին էլ մասնակցում է, որովհետեւ այդ առումով խնդիր չեմ տեսնում։ Բայց մենք չենք պատրաստվում պոպուլիստական քայլեր անել, այսինքն մեկի, չգիտեմ, աղբը տանել թափել, մեկի, չգիտեմ, առևտուրը վերցնել տանել, մեկին կեղծ գրկել, բայց հետո որ տեսնում է իր աջակիցը չի հարցակվել այդ մարդկանց վրա։ Մենք չենք դες բաներ չենք արել ու չենք էլ անելու։ Մենք չենք էլ պատրաստվում, օրինակ եմ ասում, էլի, մենք նաև գիտենք փոքր երկիր է, էլի, գիտենք ով ում բարեկամն է, ով ում հարազատն է եւ այլ։ Ասենք բարեկամներին տանեն շարեն կամ չգիտեմ, կուսակիցներին տանեն շարեն, իբր թե պատահական տեսել է, համբյուրել է եւ ուշ կգնում է։ Այսինքն ամոթ է, էլի, ամոթ է, Դանիելյան, կերտ շինծու բաներին թող վերջ տան
Ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ ալնելու, սիրելի գործընկերներ ջան, ձեզնից շնորհակալ եմ, ամեն ինչ լավ ալնելու։ Հարց ունեմ, չեք ուզում լսել բան Դուք արդեն 4-րդ եւ 5-րդ հարցն եք տալիս։ Բայց ինչ եք սահմանափակում հիմա։ Խնդրում եմ 21 թվականին ասում եք միջև Ես քեզ հարցնել քաշեցնելու ենք, բայ լավ մնացեք, լավ որ